Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Ուսումնական զորամասերը շարունակում են ինտենսիվ դասերով ու մարզումներով պատրաստել ջոկերի, հաշվարկների հրամանատարներ ապագա սերժանտական կազմի առօրյան զինուժի օբյեկտիվում։ Հատուկ ռեպորտաժ Հանրապետության հյուսիսարևելյան սահմանից կադրում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ստորաբաժանումն է։ Եվ հավերժ զինվորը Հայկ Սահակյան, անմահ հերոս, որ կռվեց աննահանջ ու չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։ Ձմեռային զորակոչին զինված ուժերը համալրած մեր ժամկետայիններն այսօր արդեն կարելի է ասել լիարժեք զինծառայող են։ Զինվորական կեցվածքով, զենքին տիրապետելու հմտություններով երիտասարդ մարտիկի դասընթացն ամբողջությամբ սերտած։ Տղաների համար դժվար թվացող առաջին օրերն անցել են, այսօր արդեն սովորում են այն մասնագիտությունները, որոնցով անցնելու են հիմնական ծառայության։ Զինված ուժերի ուսումնական կենտրոններում կրտսեր հրամանատարներ պատրաստող ստորաբաժանումներում դասերն ու մարզումները ավելի ինտենսիվ են։ Տրամաբանությունը մեկն է, այստեղից զորքեր են ուղևորվելու ջոկերի, հաշվարկների հրամանատարներ, դիրքերի ու մարտական տեխնիկայի պատասխանատուներ, հետևաբար նրանց գիտելիքն ու կարողությունը պետք է լիարժեք ու անթերի լինեն։ Քայլ առ քայլ, սովորել, հմտանալ ու կայանալ որպես բանիմաց մասնագետ։ Այս գիտակցումով ու պատասխանատվության բարձր զգացումով կրտսեր հրամանատար դառնալու ճանապարհն են անցնում ուսումնական զորամասի զինվորները։ Պատրաստ։ Այսօր մենք անցկացնում ենք AK-74-ից կրակային պատրաստություն, զենքի քանդում հավաքում, ոչ լրիվ քանդում հավաքում, փամփշտատուփի լիցքավորում, նորմացույցները նորմալ հանձնում ենք ու ամեն օր պատրաստվում ենք մեր հետագա օրը, որպեսզի այս օրը ավելի լավը լինի, քան նախորդ օրներ։ Հայրենիքի նորօրյա պաշտպանների համար սա գործնական պարապմունքների սկզբնական փուլն է վարժադաշտում, որին աստիճանաբար կհաջորդեն զենքին հմտորեն տիրապետելուն եւ այն անվտանգ կիրառելուն ուղղված ավելի բարդ ուսումնական առաջադրանքները։ Հրամանատարական կազմը հետաքրքիր մոտեցում են ցույց տալիս զինվորներին, կուրսանտներին, ինչպես նաև սերժանտները, ջոկի հրամանատարները։ Պետք է լուրջ վերաբերվենք բոլորս, պետք է հասկանանք ինչ գործ ենք կատարում եւ պետք է ամենայն լրջությամբ մոտենանք մեր գործին ու սովորենք այն ինչ մեզ ուսուցանում են։ Ծառայությանը շատ դրական ենք տրամադրված, մարտական, մեզ դուր է գալիս մեր մասնագիտությունը, որը որ պիտի շարունակենք մեր հետագա 1.5 տարի ծառայությունը այլ զորամասում, մեր օրը շատ հագեցած է անցնում, շատ հետաքրքիր։ Ռազմական գործի առանձնահատկությունները սերտելու արդյունքները տեսանելի կլինեն ամիսներ անց, երբ այսօրվա կուրսանտներն արդեն որպես կրտսեր սերժանտներ կանցնեն պարտականությունների կատարմանը իրենց հիմնական զորամասերում։ Տղաներից յուրաքանչյուրն է համոզված, երբ կա ցանկություն, նվիրում ու պատրաստակամություն, ցանկացած դժվարություն հաղթահարելի է բանակային կյանքում։ Ընդհանուր ծառայությունը շատ լավ է անցնում, մենք էլ ամեն ինչ անում ենք, որ դառնանք լավ կրտսեր հրամանատարներ, թե տեսական, թե գործնական դասընթացները ասում եմ շատ հետաքրքիր, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որ կարողանանք ապագայում կառավարել մեր ջոկը։ Լսարաններում ըստ զինվորական մասնագիտությունների անձնակազմը ծանոթանում է հաստիքային պարտականություններին։ Ուսումնանյութական հարուստ բազան ու դասավանդման հետաքրքիր ձևաչափը թույլ է տալիս արագ ու խորացված ուսուցմամբ հասնել այն վերջնանպատակին, որն իր առջև է դրել զորամասում ծառայող յուրաքանչյուր կուրսանտ։ Հաստիքով տանկի հրամանատար եմ, ծառայության նպատակը ավարտեմ ուսումնական փուլը, հասնեմ պոստերում կայնած մեր տարեքի կողքին ու ինչ-որ չափով կարողանամ օգուտ տամ իրանց։ Փորձելու ենք լավ սովորել, լավ տիրապետել մեր մասնագիտությանը, համալրել մեր զորքերը, փորձել առավելագույն կերպով օգտակար լինել հայոց բանակին։ Մենակ սովորելով չէ, էլի գիտակցելով է մեկ է բանակ, որ գիտակցելով պետք է մեր պաշտպան անենք մեր հայրենիքին, մեր պոստերը երթանք պահենք, ու այդ մտքով կսորվենք, որ հետագայում մենք պատերազմական իրավիճակներում կարողանանք մեր ուժերը ավելի լիարժեք օգտագործենք։ Դառնալու եմ տանկի հրամանատար շատ պատասխանատու գործ, որը պետք է հետագայում ես գործարկեմ իմ անձնակազմի հետ։ Շատ պատասխանատու է եւ ինչքան կարող եմ, իմ հնարավորությունների չափով սովորում եմ, որ իմ գիտելիքները հետագայում, որ մեզի պես նորակոչիկներ կան, կարողանամ տրամադրեմ իրանց, որպեսզի իրանք էլ հետագայում դառնան մեզի պես հրամանատարներ, մեխանիկ վարորդներ, նաեւ նշանառու օպերատորներ։ Այստեղ էլ կրակային պատրաստության տեսական դաս է ընթանում։ Նորակոչիկ զինծառայողները յուրացնում են իրենց հաստիքային զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրահանգավորվում զենքի ճիշտ եւ անվտանգ կիրառման կանոնների վերաբերյալ։
Գործնական հրաձգության տղաներն արդեն մասնակցել են, այժմ ամփոփում են արդյունքները, մատնանշում այն թերությունները, որոնք արձանագրվել են վարժադաշտում։ Դասաժամերին ակտիվությունը գնահատում են բարձր, շատ լավ տրամադրված են ծառայության հանդեպ, դժվարություններ կան, բայց մեր զինվորները պատրաստակամ են միշտ սովորելու համար, որ ասենց ասեմ, ֆիզիկապես ավելի ուժեղ լինեն, ավելի հմուտ լինեն, որ կարողանան պաշտպանեն մեր երկիրը, մեր հայրենիքին, ինչ-որ մի լավ օգուտ տան մեր հայրենիքին։ Նշանակետերը 300-ից 250 մետր։ Լսարանային դասերի կարևորագույն բաղկացուցիչն են նաև ուսումնական վարժասարքերով պարապմունքները։ Այստեղ մասնագիտական հմտություններն է ամրապնդում հետևակի մարտական մեքենայի անձնակազմը։ Կուրսանտները ծանոթանում են հրաձգության վարժության պայմաններին ու առանձնահատկություններին ըստ ցերեկային եւ գիշերային ժամերի։ Պատրաստվում խնդրի կատարմանը հայտնվող եւ շարժվող նշանակետերի ուղղությամբ։ Ուշադրություն մեքենաների մոտ։ Մեր հրամանատարները բոլոր անհասկանալի խնդիրները, հարցերը մեզ բացատրում են, օգնում են ամեն հարցում։ Մենք էլ գիտակցում ենք ինչ համար ենք ստեղ, փորձում ենք անել ավելին, ինչ կարողանում ենք։ Մեր հմտություններն են կատարելագործում, ինչ կարող ենք անել մեր երկրի, հայրենիքի համար։ Դժվար գործ է, պետք է բոլոր պարտականությունները յուրացնել եւ շատ աշխատել։ Այսպիսին է առօրյան ուսումնական զորամասում, կուրսանտների վստահեցումն է լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կանգ չառնել, վերացնել նկատելի թերությունները եւ ռազմական գիտելիքների հարուստ պաշարով համալրել բանակի կրտսեր հրամանատարների շարքերը։ Հովհաննես Պարաշյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Անցնող շաբաթվա բանակային անցուդարձի մի քանի այլ իրադարձությունների մասին համառոտ եւ մեկ տեսաշարով։ Մարտի 16-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալիտ Ասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ։ Խոսելով սահմանային իրավիճակի մասին Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանական մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ակնկալիքները։ Նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է նաև Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրեաս Ֆոգ Ռասմուսենին եւ կազմակերպության ներկայացուցիչներին։ Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները եւ դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարության եւ Ալպինիզմի ու Լեռնային туриզմի ֆեդերացիայի գործակցության շնորհիվ զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ անցնում են լեռնամագլցման, դժվար հասանելի բարձունքների հաղթահարման դասընթացներ։ Խմբերն արդեն հասցրել են մարզադահլիճում յուրացնել լեռնամագլցման տեսական դասերը, վարժանքներ կատարել մարզասարքերի օգնությամբ եւ արդեն անցել են գործնական մարզումների։ Պրոֆեսիոնալ լեռնագնացները հայկական բանակի զինծառայողներին են փոխանցել բարձունքներն արագ ու անվնաս հաղթահարելու հմտությունները, ինչպես թիմային գործողություններով կատարել առաջադրանքն ու հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերել տուժածներին։ Ուսումնական փուլի այս կարևորագույն շրջանում նույնքան ոգևորությամբ սովորում են նաև մեր բանակի ապագա հակաօդային պաշտպանները։ Այս մասնագիտությունը սերտելու ճանապարհին զինվորները հնարավորություն ունեն մարզասարքերի միջոցով ուղեկցել օդային պայմանական թիրախները եւ հրաման ստանալով ոչնչացնել դրանք։ Հակաօդային պաշտպանների պատրաստությունն անշուշտ մեր ժամանակների առանցքային ուղղությունն է եւ նոր սերնդի մարտական գործողությունները ստիպում են ուշադրությունը կենտրոնացնել հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու նաեւ այդ տեխնոլոգիաների դեմ պայքարի ուղղությամբ։ Մանրամասները Լաուրա Մամյանի ռեպորտաժում։ Ես Կարեն Մելիքյանն եմ, 2 ամիս է ծառայում եմ ուսումնական զորամասում, եկել եմ որպեսզի
Անձնվիրաբար ծառայեմ հայրենիքիս։ Զինված ուժերի շարքերը վերջերս համալրած նորակոչիկ Կարեն Մելիքյանն արդեն քաջ գիտակցում է հայրենիքը պաշտպանելու նշանակությունն ու այդ գործում իր առաքելությունը։ Կարենը մարզիկ է, երկար տարիներ զբաղվել է բասկետբոլով, նույնիսկ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, մի շարք հաջողություններ գրանցել։ Ասում է սպորտային անցյալն ու լավ մարզավիճակն օգնում են առավել հեշտ ինտեգրվել բանակային կյանքին ու սահմանված կարգ ու կանոնին։ Այս 2 ամիսների ընթացքում շատ բան ենք հասցրել սովորել, մասնագիտության մեջ ենք ավելի հմտացել, ֆիզիկապես ենք ավելի կոփվել, կրակային պատրաստությունը, շարային պատրաստությունը ավելի ենք կատարելագործել եւ պատրաստ ենք ամեն ինչ անել հայրենիքի համար։ Հայրենիքին անձնվիրաբար ծառայության պատրաստ են նաև Կարենի զինակից ընկերները։ Նրանք բոլորն ապագա հոբ մասնագետներ են։ Բացի բու մասնագիտությանը տիրապետելուն, տղաները նաև ֆիզիկապես են պատրաստվում, մարզական գործիքների վրա կոփում են մարմինը, ամուր կազմվածք ձեռք բերում։ Ծառայությունը անցնում է հիասքանչ, շրջապատված ենք հիասքանչ սպաներով, սերժանտներով, աչալուրջ են, միշտ մեզ հետևում են, այսինքն չունենք ոչ մի բանի պակաս։ Իսկ ինչը վերաբերվում է զենքին տիրապետելուն, ունենք շատ լավ մեթոդիստներ, դասախոսներ այսպես ասած, նրանք մեզ անմնացորդ տալիս են իրենց գիտելիքները եւ մենք վերցնում ենք այդ ամեն ինչը։ Շարքային Մանգասարյանը ծառայության 2 ամսվա ընթացքում հասցրել է բավականին լավ տիրապետել մասնագիտական իգլա զենքին։ Վստահ է, ուսումնական փուլի ավարտին պատվով կկատարի օդային պաշտպանության թե ուսումնական, թե մարտական խնդիրները։ Ես ինձ շատ լավ հակաօդային պաշտպան եմ պատկերացնում, քանի որ ցանկություն կա պաշտպանելու հայրենիքս։ Հայրենիքը զինվորի համար սկսվում է տնից եւ տունը, այսպես ասած, հայրենիքի փոքրացված տարբերակն է։ Զինվորը եթե գիտակցում է, որ սահմանին կանգնած պաշտպանում է իր ընտանիքին, ինքն իր ամբողջ ներուժով ցանկանում է այդ գործի մեջ ներդրվել։ Մինչև այստեղ գալը չէի պատկերացնում ինչ է իրականում ծառայությունը, բայց երբ որ եկա հասկացա, որ ցանկացած տղայի էլ պետք է այս 2 տարի ստեղ անցկացնել, որովհետև շատ բան կա սովորելու։ Հովանեսի մարտական ոգին նույնպես բարձր է, հայրը 2 տասնամյակ զինված ուժերում է, մասնակցել է 44-օրյա պատերազմին, ասում է, հիմա հայրենիքը պաշտպանելու նաև իր ժամանակն է։ Ճիշտ հաշվարկներ կատարելը, ճիշտ նշումներ կատարելուց կախված է իգլիսների եւ մնացած հակաօդային պաշտպանության զենքերի ճիշտ աշխատելը։ Պատրաստվում ենք լավագույնս ցուցաբերել մեզ, սովորել այն ամենը, ինչ սովորեցնում են մեզ մեր մեթոդիստները, մեր դասախոսները, մեր հրամանատարները եւ երբ որ գնանք մեր մշտական զորամասները, արդեն այնտեղ ցույց տալ մեր ծառայությունը իրականում թե ինչ ենք ընդունակ։ Հոբ ուսումնական զորամասի յուրաքանչյուր զինվոր է քաջ գիտակցում, որ լավ մասնագետ դառնալու գլխավոր պայմանն անդադար կրթվելն ու հնարավորինս շատ գիտելիք անբարելն է։ Ուստի զինվորները ջանք չեն խնայում մասնագիտության մեջ կայանալու համար։ Տղամարդը հայ տղամարդը պիտի անպայման ծառայի եւ իր պարտքը կատարի հայրենիքի նկատմամբ։ Օրինակ ես սովորում եմ ZK-23 զենքի վրա եւ հուսամ ապագայում կլինեմ լավ զինվոր եւ իմ տեխնիկային լավ տիրապետելով կօգնեմ իմ հայրենիքի պաշտպանությանը եւ կնպաստեմ այդ ազգանվեր գործին։ Իսկ հոբ զորքերի վարչությունը արդեն իր բաղկացուցիչ մասերով Համաձայն ուսումնական զորամասում հաստատված կարգացուցակի տղաները նաև լսարանային պայմաններում են ուսուցանվում եւ սերտում իրենց մասնագիտության տեսությունն ու հիմունքները։ Զորամասում ուսումնասիրում էինք հոբ զորքերի կազմը, նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ու այն ամենը, ինչ կապված է հոբ զորքերի հետ։ Պետք է տիրապետես քո մասնագիտությանը, որպեսզի պետքական մարդ լինես ներկայիս զինված ուժերին։ Զինվորներն այստեղ վստահելի ձեռքերում են։ Մի քանի ամսում նրանց այստեղ կրթելու մասնագիտական գիտելիքներն են փոխանցելու մարտական կենսագրություն ունեցող սպաները, որոնց վերջնական նպատակը մեկն է՝ ուսումնական փուլի ավարտին ձևավորել հմուտ ու բանիմաց հակաօդային պաշտպաններ։ Առաջին իսկ օրվանից, երբ որ համալրվում են նորակոչիկները, մենք իրենց մեջ սերմանում ենք հայրենիքի պաշտպանի գաղափարախոսությունը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զինված ուժերի զորատեսակի կարևորությունը եւ ժամանակ առ ժամանակ իրենց հետ անցկացնում ենք անհատական զրույցներ, բացատրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժան կարևորությունը, մարտական խնդիրները։ Հիմնական խնդիրը համարում ենք այն ուսուցանման, որ սովորել այն, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարտում, ինչպես նաև կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ պատրաստ ենք հայրենիքին նվիրված, ֆիզիկապես առողջ, կայուն, բարոյական ուժեղ, հայրենիքին նվիրված կուրսանտներ եւ զինծառայողներ։ Բանակ զորակոչված երիտասարդները միաբերան շեշտում են, ծառայությունը մեծ պատասխանատվություն է, վստահ են, առաջիկայում կհաջողեն եւ կդառնան լավ զինվորականներ ու բարձր մակարդակով կապահովեն հայրենիքի օդային սահմանների պաշտպանությունը։ Այս համազգեստը հագնելուց արդեն քեզ պարտավորեցնում է, որ դու պետքա ծառայես հայրենիքիդ
ու ամեն ինչ որ քեզնից հասնում է, տաս հայրենիքիդ։ Պիտի ամեն զինվոր գիտակցի բանակում իր պարտքը, իր դերը բանակի կյանքում։ Զինվորը շատ լուրջ ողնաշար է հենց մեր օրվա Հայաստանի Հանրապետության համար ու պետք է յուրաքանչյուր զինվոր գիտակցի իր արժեք դրված պատասխանատվությունը։ Այստեղ կոփվում ենք, ուժեղանում ենք, ստանում ենք գիտելիքներ, որոնք հետագայում պետք են գալու հաստատ եւ որ ամենակարևորն է հայրենասիրական ոգի ու շունչ է մեր մեջ մտնում։ Իսկ դա կյանքը շարունակելու համար շատ մեծ նշանակություն ունի։ Լաուրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նախարարության զորահավաքային եւ զորակոչային համալրման տարածքային ստորաբաժանում պահանջվող փաստաթղթերի ներկայացման եւ բժշկական հետազոտության փուլն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կայքեջ կամ զանգահարել թեժ գծի 128 հեռախոսահամարով։ Այժմ ռեպորտաժ մեր առաջնագծի պահապանների, մեր դիրքապահների մասին։ Զինուժն շաբաթ հետևել է Հանրապետության հյուսիսարևելյան սահմանին ամուր կանգնած պայմանագրային զինծառայողների մարտական հերթապահությանը։ Նրանք զինված ուժերում լավագույնն են ճանաչվել, ընդ որում երրորդ տարին են անընդմեջ։ Ներսես Իվանյանն է պատմում։ Սահմանված ժամին հերթափոխի կազմում հագնելով զրահաբաճկոնը Արմանը ձեռքն է առնում զենքն ու անցնում սահմանի պաշտպանությանը։ Իբրև սահմանամերձ գյուղի բնակիչ Արմանը երբեք չի մոռանա 90-ականներն ու գյուղի պարբերական հրետակոծությունները։ Ասում է հենց այդ հուշերի ու քաղաց դառը դասերի շնորհիվ է, որ սահմանին բնակվող գյուղացին լավ գիտի բանակի դերն ու իրական նշանակությունը։ Պատերազմի տարիներին ամբողջ գյուղը հրետակոծվում էր, գյուղը քանդում էին, վառում էին։ Ես էլ ամեն ինչը տենալով, ախպերներով մտել ենք պայմանագրային, պաշտպանում ենք մեր հողը։ Հերս էր 92 թվերին կռիվ գնում, այդտեղից հետո սիրել եմ այս կյանքը։ 10 տարուց ավելի է մարտական հերթապահությունը իրականացնում նաև Արշակը։ 2020 թվականի հուլիսյան դեպքերի արմիջական մասնակիցը նկատում է այստեղ սահմանին։ Բոլորն էլ պատրաստ են անվարան պաշտպանելու հայրենի բնորանն ու հայրենակիցներին։ Մեկս մեկու լավ ընկերասեր, որպես եղբայր հարգում ենք, ընտանիքի պես ենք։ Ու այդ ամենը նրատան, որ միշտ մեկս մեկու համար պատրաստ ենք ամեն ինչի։ Պարտավոր ենք մենք պահենք։ Արշակի հետ համակարծիք է նաև Ատոմը, որը վստահեցնում է, սահմանին կանգնած պայմանագրայինը նահանջի տարբերակ չունի։ Մեր տունը ստեյց 4 կիլոմետր է հեռու սահմանից։ Մենք պետք է համ մեզ պահենք, համ մեր երեխեքին պահենք, համ մեր հայազգին պահենք։ Մարդկա ստեյց իր տունը 500 մետր է հեռու, իր երեխեքը իր տանն են։ Հետ նահանջանի ուր գնաց ատան։ Իդեպ, անցած ուսումնական տարվա արդյունքներով սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող հենց այս ստորաբաժանումն է արժանացել մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակ կոչմանն ու փոխանցիկ դրոշին։ Հայկական բանակի առաջի զինվորն եմ եղել 92-93 թվականին ու մինչև այսօր ծառայում եմ հայկական բանակում։ Լավագույնի կոչմանն արժանացած գումարտակի հրամանատար մայոր Չոբանյանը արդեն 3 տասնամյակ կրում է զինվորական ամսգեստն ու ենթականների հետ օրնի բուն հսկում է սահմանի իրեն վստահված հատվածը։ Ամեն օր դիրքեր եմ անգելնի։ Հիմնականում մեր առօրյան անցագնում մարտական դիրքերը։ Ինչ վերաբերում է երրորդ տարին անընդմեջ լավագույնի կոչմանն արժանանալու գաղտնիքին, ապա հրայրը նկատում է։ Դե գաղտնիք չկա։ Ընդհանրապես պարտաճանաչելն ես մեկ էլ ցանկություն ու կարգապահություն։ Ամփոփելով իրենց դիտարկումները տղաները շեշտում են, հակառակորդին դեմ հանդիման կանգնած արևի ու անձրևի տակ թռծվել դարձել են մի բռունցք, պատրաստ պաշտպանելու այն ամենը, ինչը ներառված է հայրենիք հասկացողության մեջ։ 100%-ով կարան վստահ լինեն մեր հայ ժողովուրդը, որ մենք սահմանին կանգնած ենք։ Ես նորից եմ ասում, ստեյի կանգնած տղեկը տեղացի տղեկ են։ Հիմնականում բոլորն են ամուսնացած երեխեք ունեն, սահմանի տղեկ են սաղ։ Ու թող մեր մեծերը, մեր ծնողները, մեր երեխեքը 100%-անոց համոզված են, որ սահմանը պաշտպանված է։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Մեր հաջորդ տեսանյութի հերոսը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Հայկ Սահակյանն է, որը շատերի պես ռազմաճակատում անմնացորդ նվիրումով ու քաջաբար կատարեց առաջադրված բոլոր մարտական խնդիրները զոհաբերելով կյանքը։
Հայկը ծառայության էր մեկնել 2019 թվականին, պատերազմի ժամանակ մարտնչել էր Հադրութի համար մղվող մարտերում։ Զինակիցներին փրկելու համար կրակն իր վրա է վերցրել և համալրել անմահների գնդի շարքերը։ Մեկը մյուսի հետևից ձեռքն առնելով կրտսեր զավակի լուսանկարները, Հարությունն ու Տիկին Աստղիկը վերհիշում ու վերապրում են դրանց մեջ արտացոլված իրենց ընտանեկան կյանքի երջանիկ ակնթարթները։ Հայկի տարվելը ջութակով ու կոնտրաբասով, նրա անփոփոխ սանրվածքը, անսահման բարությունն ու արդարության ձգտումը։ Շատ մարդամոտ ժպտեր ես, ոնց որ միշտ եղել է ինքը տենց էլ, բոլորն էլ տենց են ճանաչում էլ Հայկին։ Բոլոր վեճերի ժամանակ ինքը հարթեցնողն է եղել։ Կապ չունի, այդ բակում կլիներ, չգիտեմ, հարազատների մեջ կլիներ թեկուզ թեժ խոսակցություն։ Մի հատ անծանոթ երեխա ուղղակի նեղացրել են, ինքը տեղյակ է, ասում է, բա քեզ պետք է, օրինակ, ուղղակի չէ, տենց չի եղնի հաստատ։ Ինքը կարող է ինձ ասել հայ այդ պահին, գնար, ես ասենք մի ժամ հետո իմանայի, ինքը գնաց է օգնել այդ մարդուն, լրիվ անծանոթ ու տենց սաղին։ Ու երբ որ ասում ենք բախի, ասում էր ես Աստված ունեմ։ Հայկի ազնվությունն ու հայրենասիրությունը Երևան եկան նաև զորակոչի ընթացքում, անտեսելով ձեռքի կոտրվածքի հետևանքով ի հայտ եկած խնդիրները, ընդունելով մոր հորդորները, նա զորակոչվում է բանակ եւ անցնում հեշտացված օրվա կարգացուցակով զինծառայության։ Բժշկական, որ ինչ որ X հաստատությունում ենք, ու կարող ենք ինչ որ բան անել, բայց չեն կարել։ Ասացի կներես, բայց ես ոչ մի բան չեմ անի, Հայկ ջան, ասաց ոնց կուզես ման։ Նորմալ է։ Ու ասել եմ մենք հեղափոխություն ենք արել, եթե դու չգնաս ով պիտի գնա, ես հետո հավատացել եմ ազնի որոշումներին։ Հետագա 20 ամիսներին ծառայությունը ընթանում էր ինչպես կարգն է, սակայն ամենակտրուկ ու անշրջադարձ փոխվեց 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Դուք ձեզի լավ նայեք, մենք ստեղ կանգնած ենք, ձեր համար ենք կանգնած, այդ է իրենց ասած բառերը։ Ամեն րոպե, երբ որ հետը խոսացել եմ, մեր ընկերներից ինչ որ մեկը կարող է ինչ որ մեկի երեխայի անունը տալ, ես հարցնեի, Հայկ, ես ինչ մարդուն գիտես, Հայկ, ինչ մարդուն գիտես, ինքը ասում էր, մամա, ես ժամանակ չունեմ, բայց մի անգամ ասեցի, բալես իմ մայրական ուժերը քոնն են, տիեզերքից իմ բոլոր ուժերը քոնն են։ Հիշում ես ապրիլյանին ես ու դու ոնց ենք, ու ամբողջ ազգը ոնց էր, հիմա դրանից հազարապատիկ ուժեղ ազգովի կանգնած ենք ձեր մեջքին, չվախենաս, իմ ուժերը քոնն են։ Պատերազմի առաջին իսկ օրը շրջափակման մեջ հայտնված մարտական ընկերներ կորցրած Հայկը, անտեսելով ձեռքի վնասվածքը, նետվում է կռվի հորձանուտը, վաշտի տղաների հետ միասին պաշտպանելու հայրենիքը։ Ընկերուհին ասել է ուրեմն առաջի օրերը, Հայկ, գիտես, լսել եմ մարդիկ իրենց ոտքից կրակում են, գնում են հոսպիտալ, կարող եմ միտը, ասել եմ մյուս անգամ չհավաքես այս համարը, ինձ ում տղն ես դրել։ Հրամանատարին ասել եմ մատանիդ փայլում է, կխփեն, հրամանատարն ասել է ռեժովորդ մատանին հանեմ, ավելի շուտ մայրամը կխփի կնոջ համար է ասել, հետո տղաներից մեկը բարվելուց է եղել, հրամանատարը գնացել է այդ տղայի հետևից, բայց արդեն ոտքից վիրավորված է եղել հրամանատարը, կարար իջներ հոսպիտալ, հրամանատարն է չի թողել տղերքին է ախր, վիրավորված գնացել է մյուս տղային փրկելու ու այնտեղ արդեն մահացու վիրավորում է ստացել։ Մեկը մյուսի համար հաստատ կյանքը տվող տղերք էին ու չգիտեմ դրանից մենք ավելի շատ ուզում ենք որ մեզ թողեն մենք կռվենք, քան թե մենք մնայինք այդ նույն տեղը հասկանալով որ սենց ոչի բան չենք կարող մենք անենք։ Իր մարտական ընկերների Հայկի եւ Մխիթարի հետ պատերազմի առաջին իսկ օրվանից մարտերին մասնակցած Աբիկ Մարգարյանը երբեք չի մոռանա այն օրը, երբ ստացավ հրազենային, որոշ ժամանակ անց նաեւ բեկորային վիրավորում։ Որ հրազենային վիրավորումն եղավ, այն որ բոլորն էլ իրար հետ մի մարդու պես քաշեցին այդ դեպի այդ ճանապարհ, որտեղից սկորին պետքա գար տաներ։ Վերջինը հիշում եմ, որ սնայրադը գալիս էր արդեն մեր վրա, նոր սկսվող գրադի սնայրադները։ Հայկի եւ Մխիթարի շնորհիվ ողջ մնացած զինվորը կոմայից ուշքի է եկել օրեր անց, արդեն Երևանում։ Հայկոնը մխորել կգեմ կյանքը։ Ոնց գերես, մինչև այսօր բայց չեմ կարող ես իրենց հետ խոսալ։ Աբիգը դեռ չգիտեր, նրան դեռ չէին ասել, որ այդ նույն օրը իրեն փրկած Հայկն ու Մխիթարը
հրաժարվելով նահանջել, կռվել էին մինչև վերջ ու զոհվել հերոսի մահով։ Այդ 5 օրը հայկեյցու մոխոյի դուխով տաղա ես չեմ տեսել։ Ելնում էին, վերեկանգնում էին տանգի վրա խոսքի։ Տանգին լարում էին աղբեր։ Ավտոմատով տանգին լարում էին։ Իմացա, որ երդվել եմ, որ իար չեն լքելու տղաները ուղղակի։ Սկզբի օրերը մենք մեղադրում էինք, բայց իրանք հասկացել են, որ վիճակը շատ լուրջ էր, բայց հասկանալով հանդերձ, որ մտածել են, որ ստեղ տուն, տեղ կա, հայրենիք կա, ասենց ասեմ, աչքերը փակել են ու իջել են ներքև, իրանք հենց են մտածել, ոնց որ պետք էր, որ մտածեր հայ զավակը, հայ զինվորը։ Այդ որոշումը շատ ճիշտ որոշում է, ես խոնարհվում եմ իրանց որոշման առաջ։ Ես չեմ կարող ասել, հա երբեմն ասում եմ, նեղանում եմ տենց ինքս ինձ, հայք հետո ասում եմ, չէ կնես, բալես լավ ես արել, ճիշտ ես արել, դու առաքելություն ուներ ես երկրի վրա, նույնը ես կանեի, բալես մենք ոչ մեկս չենք մնալու, ես գալու եմ երբեք չփոշմանես, որ դու այդ քայլը արել ես, շատ ճիշտ ես արել։ Իմ զրույցը տղա ես է դու դա է։ Իրանք ամեն ինչ հասկացել են, հետո մենք մտածեցինք, դե որպես ծնող այդ վիշտը տեսնելով մեղադրում էինք, բայց հետո ես հասկացա, որ մեղադրել պետք չէր։ Ճիշտն է, ոնց իրանք գտել են, տենց ճիշտը տենց էլ արել են։ Մենք արժանապատիվ ապրելու որակ պիտի ապահովենք ազգովի, մենք այդ ենք պարտքես տղերքին, ես ուրիշ բան չեմ ասում հայրենիք, էսեն, մենք պիտի լինենք արժանապատիվ հասարակություն։ Հենց այնպես չի, որ անտեղից զոհվել են կամ հենց զոհվել չի։ Տղաները հասկանալով, որ գիտեն հետ չեն գալու, բայց մարդ արել են միջև վերջ։ Անհնարին են արել, իրանք հասկանում եք, պատմություն են կերտել հայ ազգի համար։ Պարտքենք ինչ նպատակի համար, որ իրանք կռվել են, այդ նպատակն ենք մենք իրանց պարտք։ Անկախ ամեն ինչից, առաջնային պահենք մեր հողն ու ընտանիքը։ Տղերքի նպատակը պետք է ապրենք ու կատարածենք։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Ռուբեր Մնացականյան, Զինուժ։ Եթերում Զինուժն էր շաբաթվա առանցքային իրադարձություններով։ Հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում, նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։